Եվ ըստ ձեզ ինչ են փորձելու պայմանավորվել Փաշինյանն ու Էրդողանը։ Նախ ասեմ, այս այցի ժամանակ ակնհայտորեն ստորացնելու են Նիկոլ Փաշինյանին, նպատակը ստորացնել Հայաստանը։ Օրինակ, փոխնախարար Կոստանյանը գնացել է, իրենք Հայաստանի դրոշը չէին դրել։ Կամ չպտիլներ թուրքական դրոշը միայն սեղանի վրա փոքր դրոշակները լինեին, կամ եթե թուրքական դարձել հայկականներ լինեն, չէր դրված։ Դա ստորացում է։ Ես ձեզ ասեմ, թուրքերը շատ մանրախնդիր են այդ հարցում։ Անգամ քանոնով չափում են ում աթոռը ինչքան բարձր էր, ով ինչ աթոռի վրա էր նստած, եւ այդ էլ մեծ սկանդալներ ալնում, այսինքն, ասում եմ, մեր դեսպանին կանչեցին, իրենք ավելի բարձր աթոռի վրա էին նստել, իրենք մեր դեսպանով այդ բաները։ Սա կն, դա առաջինը ստորացման փորձն է։ Երկրորդը, իրենք գնում են ոնց որ ասած տարածաշրջանի ըստ Նիկոլ Փաշինյանի նայողից Դաբրոստանա այսպես կոչված հայ-ադրբեջանական, էլի եմ ասում, այսպես կոչված խաղաղության պայմանագրի, որտեղ ինքը չի աշխատում։ 17 կետեր համաձայնեցիք, հիմա այդ 17-ին իրենք ավելացրել են եւս 7-ը եւ հետո վաղելի 17։ Ոչ մի բան չի ստանալու։ Գնալու է, ստորացվելու է, նոր պահանջներ է դրվելու իր առջև, որ սա էլ կանես, սա էլ կանես, սա էլ կանես։ Այսինքն օրինակի համար ներողություն պիտի խնդրեք, որ դուք թուրքերին եք կոտորել, դավաճանել եք մեր միացյալ հայրենիք Օսմանյան կայսրությունը, ռուսի կողմից կռվել եք մեր դեմ, թուրքերին կոտորել, մի հատ էլ պիտի գնաս պսակ դնես Սարիղամիշում դրած հուշարձանին հայերի կողմից թուրքերի բանն են։ Այդպես պահանջներ են դնելու, ես ասում եմ։ Գուցե Աթաթուրքի գերեզմանին էլ տանեն անընդհատ։ Իհարկե գուցե դա էլ անել տան եւ այլն։ Եվ ես չեմ կարծում, որ ինքը համարձակություն կունենա, էլ չեմ ասում, որ մանրամասները ցանկացած երկրի մանրամասը, որ դու գնում եք, դրա համար արողակարգը ամեն մանրամասն պարտավոր է հստակեցնել, որ րոպեին ինչ է